Դուք եւ ձեր ամուսինը թոշակառու եք կամ դուք միայնակ թոշակառու եք եւ ձեր կենսապայմանները չեն բավարարում ձեզ, թոշակը չի հասցնում սննդամթերքի շուկայում գնաճի հետևից։ Ժառանգներ չունեք կամ ունեք, բայց նրանք չեն կարողանում ձեզ օգնել։ Ինչ խոսք, տխուր է, բայց մի վհատվեք։ Պետությունը հատուկ ձեզ համար ստեղծել է նոր գործիք, կոչվում է հետադարձ հիպոթեկ։ Եթե փորձենք կարճ բացատրել, ապա սա գործարք է, որը կապված է ձեզ պատկանող անշարժ գույքի գրավադրման հետ։ Եթե գործող կարգավորումներով, օրինակ վարկային պայմանագիր կնքելիս եւ որևիցե գույք գրավադրելիս քաղաքացին յուրաքանչյուր ամիս պարտավորվում է որոշակի վճարումներ կատարել բանկին, դա կլինի տոկոսների մարումը, դա կլինի մայր գումարի մարումը, ապա այս դեպքում ամբողջ պարտավորությունները սկսելու են, այսպես ասած, մարվել միայն քաղաքացու մահից հետո։ Եթե ինչ-որ մի երիտասարդ հոգ չի տանում իր ծնողի կամ տատու պապու մասին, գումարով չի օգնում, պետքա երևի թե նաև համակերպի, որ միգուցե այդ գույքը հետագայում իրեն չի անցնելու։ Այստեղ տրամաբանությունը կարծում եմ դրանում է։ Կենսաթոշակառուն իր կյանքի ընթացքում պարտավոր չի լինի մարել որևէ գումար բանկին։ Նաև ստիպված չի լինի դուրս գալ իր բնակության վայրից, որն այսպես ասած գրավադրված է բանկում։ Այստեղ իհարկե մի շարք հարցեր են ծագում կապված պայմանագրով կիրառվող տոկոսների կամ գույքի գնահատման հետ։ Տոկոսը չի կարող լինել ավելին, քան տվյալ տարվա ընթացքում բնակարանային հիպոթեկային վարկերի տոկոսադրույքը, այսինքն պետք է լինի նվազագույնը, որը որ տվյալ տարվա ընթացքում բանկերը առաջարկում են։ Մեծ հաշվով, սրանք խնդիրներ են, որոնց բախվում է ցանկացած քաղաքացի, որը անշարժ գույքին առնչվող գործարք է իրականացնում բանկի հետ։ Պարզապես, տարեցների դեպքում ավելի մեծ է շանսը, որ նրանք ուշադիր չեն լինի եւ չեն ֆիքսի պայմանագրով սահմանվող խնդրահարույց դրույթները։ Ռիսկը կայանում է նրանում, որ տարեցները միգուցե նաև ճարահատված գնան այդ քայլին, սկզբնական գումարների հարցով եւ հետագայում պարզվի, որ օրինակ այդ պայմանագրերում պասակման վճարների վեճ կա, գումարի դրույքաչափերի վեճ կա։ Հետադարձ հիպոթեկի պայմանագրերը պետք է նաև ապահովագրվեն բանկի կողմից, որովհետև պայմանագրի կողմ թոշակառուն հնարավոր է ապրի ավելի երկար, քան պլանավորել էր բանկը եւ որի համար սահմանել էր այսպես ասած բյուջե։ Ըստ այդմ բանկը պետք է իր ռիսկերը ապահովագրի, որպեսզի պայմանագիրը որոշակի պահի չխզվի, տարեց մատնել չմնա անտուն ու անփող։ Շուկայական արժեքը պետք է որոշվի, գնահատվի եւ այդ գնահատման հաշվետվությունները պետք է պարտադիր ուսումնասիրվեն կադաստրի կոմիտեի ստեղծած մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնք ըստ էության իրականացնում են այդ հաշվետվությունների ուսումնասիրություններ։ Առաջիկայում կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ լուծվել է մեկ այլ խնդիր եւս, որը վերաբերում է սեփականության իրավունքի իրացմանը։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ամուսիններից մեկը մահանում է եւ իր սեփականության իրավունքը բաշխվում է ժառանգների միջեւ։ Հիմա հնարավորություն է տրվում, որպեսզի մարդու մահվանից հետո ժառանգ ճանաչվի բացառապես նրա ողջ մնացած ամուսինը։ Ժառանգությունը բացվում է հետևյալ տրամաբանության ներքո։ Գույքի 50%-ը, որպես համատեղ սեփականության իրավունք, պատկանում է ողջ մնացած ամուսնուն, իսկ մյուս 50%-ը արդեն եթե կան այլ ժառանգներ, օրինակ զավակներ, կարող են լինել, չգիտեմ, քույրեր, եղբայրներ եւ այլն, նայած ըստ ընտանիքի կարգավիճակի, այդ 50%-ը բաշխվում է կրկին կնոջ եւ մնացած ժառանգների միջեւ։ Եվ գործնականում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ այդ գույքը տնօրինել է, այսինքն փաստացի այդ գույքի ճակատագիրը որոշել է, դառնում է խնդրահարույց։ Օրինակ, մեկը ուզում է վաճառել, մյուսը չի ուզում վաճառել։ Հենց այս կարգավորման շնորհիվ նաև ողջ մնացած ամուսինը կկարողանա օրինակ օգտվել հետադարձ հիպոթեկի ինստիտուտից, ինչը անհնար կլիներ, եթե գույքն ունենար համասեփականատերեր, եւ եթե նրանցից որևէ մեկը դեմ լիներ նման պայմանագրի կնքմանը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։